Ամսի 7-ին հենց ընտրության օր Լուսինը ձկների կենդանակերպում է, այն բացառիկ հնարավորություն է տալիս որոշ կուսակցությունների եւ որոշ մարդկանց առաջադեմ այդ շրջանակներում հայտնվելու, բայց մենք ունենք շատ բարդ օր 7, 8, ասում եմ միայն 9 է դրական եւ ամսի 10-ը Լուսինը խոյի կենդանակերպում է լինելու։ Իսկ ինչպես գիտեք, խոյը բարդ նշան է, կռիվ, ագրեսիա, Լուսինը խոյում, Սատուրնն էլ խոյում, Յուպիտերը խեցգետնի վերջին աստիճանների վրա ներքաղաքական բախումներ հնարավոր է լինեն ամսի 10-ը։ Այդ ներքաղաքական բախումների ժամանակ ուշադիր լինեն նրանք, ովքեր ծնվել են խոյ խեցգետին այծեղ ջուր եւ կշեռ կենդանակերպի ազդեցության տակ, ում քարտեզում նաև Լուսին է եւ ասցենդներն են գտնվում այդտեղ, ուժային կառույցների հետ շփումներում, այդ ագրեսիվ, այդ հռետորաբանության արդյունքում հնարավոր է բարդ իրավիճակ լինի։ Եվ ես միշտ ասում եմ, որ մարդիկ ունեն անձնական տարածք, եթե այդ օրերին հնարավոր հավաքներ լինեն, իմացեք այդ խմբավորումները, որտեղ 40 սանտիմետրից նեղ է մարդկանց այդ հեռավորությունը, այդտեղ պրովոկատորների միջոցով նույնիսկ կարող է լինել այդ ամենը, հրահրողների միջոցով, որոնք կսարքեն ծեծկրտուկը, որը մի մեծ պատմություն կդառնա։ Ամենաբարդ օրը ամսի 10, հունիսի 10, մենք նաև բարդ օր ունենք, հունիսի 15, նորալուսին երկօրյակի կենդանակերպում, այդ օրը հնարավոր է անվավեր ճանաչվի արդյունքները կամ այդ արդյունքները ընտրության, որտեղ նորալուսին երկօրյակում կամ ընտրության հետ կապված արդյունքների, ձայների հետ կապված բացահայտումներ լինեն։ Այդ մասով ասեմ, փաստորեն 10, 11, 12 եւ 15 ամբողջ ամսվա մեջ պատկերացնեք մի քանի օր բացառիկ լարված են։ 7-ը նա դրական դիրքեր է, 7, 8, 9 ոչինչ, բայց 10, 11, 12 եւ 15